Ես երեք կարծացի այդ մանիպուլյանտ կեղծարարի հայտարարությունը, որ ինքը իբր թե հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է։ Ես անկեղծացած երբևիցե չեմ իր ուրեմն գործունեությունը բաց գործունեությունը ուսումնասիրելով հասկացել, որ ինքը հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է։ Ընդամենը մի քանի փաստ։ Ես ի դեպ այդ փաստերը նաև տեղադրել եմ իմ Facebook-յան էջում, դա փաստարկված է։ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո մի քանի անգամ հայտնի աղանդ հանդիսացող կյանքի խոսք այդ կազմակերպության ադեպտներից մեկի Վարդան Պետրոսյանի քարոզները դնում էր իր էջին եւ խորհուրդ էր տալիս իր Facebook-յան էջի հետևորդներին անպայման լսել կամ կարդալ այդ աղանդավորի քարոզները։ Հիմա հարց եմ տալիս. ես լինելով հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, ես ինձ երբեք թույլ կտամ աղանդավոր եկեղեցու կամ աղանդավոր ինչ-որ շարժման ուրեմն ադեպտի քարոզը դնեմ իմ էջին եւ ասեմ կարդացեք, հա։ Ես անկեղծացած շատ զարմացած եմ, որ Նիկոլը պարզվում է հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է, բայց միևնույն ժամանակ ինքը ժամանակին կրկնում եմ Վարդան Պետրոսյան անուն ազգանունով կյանքի խոսք եկեղեցու ադեպտի քարոզը դնում էր իր էջին եւ գովազդում էր։ Դա այն անձն է, որը 44 օրյա պատերազմի ընթացքում չգիտես ինչ գործունեություն էր ծավալել, որքան ես հիշում եմ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, այս անձը Արցախում թե հայ ադրբեջանական այսպես կոչված սահմանի ընկած ինչ որ թե տեղեկատվություններ էր հավաքվում մարդկանցից եւ գործահատել էր նրան, որ Նիկոլի կողմից գովազդվող աղանդավորի գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ն հատուկ հայտարարությունով հանդես եկավ եւ կոչ արեց բնակչությանը այդ մարդու տեղեկություններ չհաղորդել։ Ես հետաքրքիր է, կապիտուլյանտ Նիկոլը մտածում է, թե մարդիկ հիշողություն չունեն կամ համացանցը չի պահպանում իր գործունեության վերաբերյալ տեղեկություններ։ Երկրորդը, իր գոնե երկու զավակները, փոքր եւ միջնեկ աղջիկները, բացահայտ աղանդավոր այդ նույն աղանդի ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունեն։ Հիշում եք այն մի հատ բլոգեր կա, անունը չեմ ուզում տալ, ասում է, որ այդ բլոգերը հայտնի աղանդի ներկայացուցիչն է։ Եվ իր միջնեկ դուստրը պարում էր այդ տղայի եւ իր ուրեմն շրջապատի հետ, որոնք ըստ կրկին լուրերի այդ աղանդի ներկայացուցիչներն են։ Փոքր աղջկա վերաբերյալ եւս տեսանյութ էր տարածվել, որտեղ նա նստած էր եւ այդ աղանդի ներկայացուցիչները ինչ որ քարոզ էին տանում, ինչ որ երկում էին անկեղծացած, այդպիսի տեսանյութ կար ուրեմն համացանցում տարբեր սոցիալական ցանցերում, եւ Instagram-ում, եւ TikTok-ում, եւ Facebook-ում։ Հիմա այս մարդը, որը եթե իր գործունեությանը մենք գնահատական տանք համարվում է աղանդավորական, բողոքական եկեղեցիներից մեկի երկրպագուն, իրեն հռչակել է հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ իբր թե եւ փորձում է միջամտել եկեղեցական գործերին, որը զուտ բնորոշվում է վերաբերում է եւ բնորոշում է տալիս միայն բողոքական աղանդավորական եկեղեցիներ։